Բարի լույս, ոնց ասում են long time no see, կամ քանի համար քանի ձմեռ թարգմանեք ռուսերեն, ռուսերենի ակցենտը սահավոր է։ Ես վերջապես նորից նկարում եմ վլոգ, այսօր շուտ եմ արթնացել, որովհետև մինչև գործի գնալը, ստուդիայում գործ ունեմ 2 հատ, հետո պետք է գամ տուն, միանամ քոլի, մինչև այդ ամեն ինչը ուզում եմ վերականգնեմ վարելը, ժամանակին ես շատ վարում էի, թե գիշեր, թե ցերեկ, խնդիր չկար, հիմա նորից պետք է վերականգնեմ ու դրա համար մամայի մեքենայով քրոջս տանելու եմ դասի, հետո ես գնալու եմ ստուդիա, հետո մաման այդտեղից արդեն մեքենայով հետա գալու գործի։ Մի խոսքով օրվա կեսը կլինեմ մեքենայով, կեսը առանց մեքենայի, ճիշտ է շուտ եմ հասնելու ու այդ ժամին ստուդիան բաց չի լինելու, մի քիչ պետք է սպասենք, բայց արժի։ Սենյակս հավաքելու ժամանակ չունեի, ոչինչ, հետ կգամ, նոր կհավաքեմ, ժամը 5-ի կողմերը հետ եմ գալու։ Սենց կիսը աշնանային եմ հագնվել, որովհետև ոչ շատ ցուրտ է, ոչ տենց շոգ է արդեն, տենց ինչ-որ նեյտրալ եղանակ է, իդեալական սենց կիսա տակ հագնվելու համար։ Այս նախորդ վիդեոյի Viber-ի unboxing-ի ծաղիկներն են, այս մեկն է դեռ սենց մեծացել, բայց էլի ծիլեր ոնց որ թե կան, ես հույս ունեմ, որ իրանք կաճեն, տեսնենք, այս 2 օր է արդեն, որ սենց է, այս մեկը աճում է, սրանք տենց թեթևի մեջ, այս ընկելեր նորից փորձել եմ տեղը դնեմ։ Օջեք էլի։ Okay, ես արդեն ուշանում եմ, գնացինք։ Դեպի պրոսպեկտ չէ։ Հասել ենք Երևան, ուղղակի խցանման մեջ ենք եկել։ Հետո առանձին երգ կդնեմ, որովհետև մեր երգերով ինձ կբլոկեն մեքենայի երգ չկա։ Հասել ենք Երևանյան լիճ, տնկայս լիճը, և խցանումը այս գեղեցիկ ուշանում ենք, ահագին ուշացել ենք, բայց ոչինչ, ես չեմ ուշացել։ Որ պետք էր տեղ չկար կանգնելու, կանգնել ենք ու ստեղ դիմասը Արմենիա TV-ն է։ Մի փոքր ժամանակ ունեի մինչև մեր գովազդի նկարահանումը ու որոշեցի գիրք կարդամ, սուրճ խմեմ, սենց հավես ժամանակ անցկացրի, դրաֆթաշենը ինձ մի քիչ անծանոթ էր, բայց մի քիչ փնտրելուց հետո գտա հավես սենց այգի, շենքերի բակում ու ստեղ էլ հենց որոշեցի գիրք կարդամ մի քիչ, Սյունե Սավադայի կախվածությունն էի կարդում, մի քիչ տխուր գիրքը, բայց դե отличающиеся изобилием великолепных сыновей и прекраснейших дочерей. О, я почти сварилась. Будешь жаловаться целый день, Лоиза? Для меня невыносимо столь долго терпеть эти наряды. Чувствую себя принцессой. А выгляжу я так же? Ты правда желаешь знать, что я об этом думаю? Վերջ, ես տանն եմ, արդեն կարեմ հանգիստ սուրճս խմեմ, մամայի սարքած ու ունեմ 1-ից 2 ժամ, որ մի քիչ հանգստանամ, մի քիչ Bridgerton-ն եմ միացրել ոնց այս տիպա նայեմ, մի քիչ գործանեմ, որ ժամը 10-ին պետք է միանամ 10-ին պետք է միանամ զանգի Upwork-ից
իրանց մոտ այդ ժամանակ առավոտ է, իմ մոտ արդեն գիշեր, այդ ժամանակային տենց է ստացվում, պետք է այս ամսվա պլանը կազմենք։ Արդեն ժամը 10-ն է, պետք է զանգին միանամ։ Սա կենորի ինչ cute բան ենք արել։ Սենց իրան սեղանին ենք դնում ու ջուրը լցնում։ Զանգը վերջացրինք, շատ լավ անցավ, որոշեցինք, որ ամեն երեքշաբթի պետք է սենց զանգ անենք ու ամեն ինչ պլանավորենք։ Ինձ շատ է դուր գալիս, որ այդ մարդը կոնկրետ ինքը UK-ից է ու անգամ այն փոքր բանը որ անում ես, ինքը միշտ շնորհակալություն է հայտնում, չնայած որ դրա համար նաև վճարում է, տենց ասում է, որ ինքը շատ գոհ է, շատ շնորհակալ է, գնահատում է քո ժամանակը, որ տրամադրել ես իրան, խոսքով շնորհակալ է մարդը։ Նոր մաշկաբան եմ գտել, ով ասաց, որ բուժում չի անցնի, չի անի, մինչև ես բժշկական ստուգումներ չանեմ ու այս քանի օրը պետք է գնամ հիվանդանոց, ինչի ժամանակը չունեմ, բայց դե եւ այդ ստուգումները անցած նոր գնամ արդեն այդ մաշկաբանի մոտ, այնց չի, որ շատ վատ վիճակում է, բայց պետք է շարունակել զբաղվել իրանով։ Սենց ուզում էի գնալ մի հատ ընդհանուր տենց ստուգումներ անցնել, հիմա այս շաբաթ երևի դրանով զբաղված կլինեմ շաբաթվա վերջ։ Okay, այս էր իմ վլոգը, կարճ, թե բաժանորդագրված չեք, բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք հետագա վիդեոները, եթե բաժանորդագրված եք, գարակ ոչ մի բան չանեք, մերսի որ նայեցիք, բարի գիշեր։